Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուրի եկաք։ Ես եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք։ Շատ լավ, շատ սիրով կիսվեմ ձեր հետ իմ անցած ճանապարհով եւ շատ ուրախ եմ, որ ձեր հյուրն եմ այսօր։ Շնորհակալ եմ։ Աշխատանքային օրը վաղ է սկսվում։ Աշխատանքային օրը սկսում է ինձ մոտ, ընդհանրապես օրը սկսում է առավոտյան 6:30-ից արթնանում եմ, ակտիվ զբաղվում եմ սպորտով եւ այնուհետեւ աշխատանքի եւ դա ինձ համար կարծես թե սովորույթ է դարձել։ Աշխատանքային նման ծանրաբեռնվածությամբ ապրելը վաղուց է սկսվել։ Այո, շատ վաղուց է սկսել, գրեթե 15 տարի է եւ անընդհատ կարողանում եմ նոր էներգիաներ ձեռք բերել, որպեսզի շարունակական լինի աշխատանքը եւ ամեն անգամ նոր ծանրաբեռնվածություն է ավելանում եւ ճիշտ էներգիայի բաշխումը թույլ է տալիս նոր ծանրաբեռնվածությունները հաղթահարել։ Աշխատանքային ճանապարհը հաջողություններով պիտի լցված լիներ, այլ տարբերակ չկար։ Այլ տարբերակ չկար, որովհետև դրա համար գոյություն ունեն որոշակի գործոններ, որ պետք է պահպանել, դրանք են անընդհատ աշխատանքը, մեծ համառությունը եւ չհուսահատվել է երբեք, պատրաստ լինել ցանկացած տեսակի դժվարությունների եւ բնականաբար որոշակի դժվարությունները փորձել են կոտրել, բայց հաղթահարվել է մինչ այս պահը։ Հաջողության ճանապարհին հետադարձ հայացք գցելով կկիսվեք այսօր մեզ հետ։ Շատ սիրով։ Շնորհակալ եմ, համեցեք։ Շնորհակալություն։ Եթե ինչ-որ նպատակի հիմքում շատ մեծ սեր է ու շատ մեծ ցանկություն, ողջ տիեզերքն է նպաստում, որպեսզի այդ նպատակը իրականություն դառնա։ Այսօրվա մեր հյուրը վառ օրինակն է այս ասվածի։ Safe Invest ընկերության տնօրեն Սելվի Խաչատրյանի հետ ենք խոսելու անցած ճանապարհի, հաջողության ճանապարհի մասին։ Շնորհակալ եմ մեզ ժամանակ հատկացնելու համար։ Հաջողության ճանապարհը հեշտ տրվեց։ Ողջույն Անահիտ ջան, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հաջողության ճանապարհը նախ որպես այդպեսին հաջողություն գրանցել, թե չգրանցել, դա չեմ կարծում, որ այսօր այնիշ կա, որ կարելի է ձևակերպել որպեսին հաջողություն, որովհետև ինքս տեսակով անընդհատ նոր նշաձողեր եմ սահմանում եւ պարզապես կատարում եմ աշխատանքս, իսկ այսօրվա աշխատանքի արդյունքը բնականաբար հեշտ չի տրվել եւ դա երկար տարիների մեծ քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Բնականաբար այդ ճանապարհը ունի իր դժվարությունները, իր խոչընդոտները եւ ըստ ինձ եթե կարողանում ես ճանապարհը հաղթահարել, պատվով հաղթահարել եւ շատ կարեւոր է որ այդ ճանապարհի ընթացքում ցավք չպատճառես մարդկանց եւ վնասներ չհասցնես, կարողանաս արժանապատիվ քո ճանապարհն անցնել։ Դա ամենակարևորն է ըստ ինձ։ Ասում են խոչընդոտները եթե մեզ չեն կոտրում, ավելի են ուժեղացնում։ Վստահ եմ, որ նման պահեր անցած ճանապարհին ունեցել եք նաեւ դուք։ Բազմաթիվ անգամ, այո, եթե խոչընդոտները մեզ նրանք ուժեղացման համար են գալիս, ես կարծում եմ մեր կյանք, եթե որևիցե դժվարություններ, խոչընդոտներ չլինեն մեր կյանքում եւ ամեն ինչ հարթ լինի, դա նման է տեղում մնալու եւ եթե առանց դրա, առանց դժվարությունների անհնար է առաջընթաց ունենալ կամ նույնիսկ գոյատևում պահպանել, ուստի պետք է մենք տեսնենք ինչպիսի դժվարություններ կա եւ այստեղ կարևոր գործոն է, որ ամեն անգամ դու կյանքում, թե աշխատանքի վայրում, թե ընդհանրապես կյանքում նոր դժվարությունների բախվես եւ նույնատիպ դժվարություններ չլինեն քո կյանքում, եթե նույնատիպ դժվարություններ լինեն անընդհատ, դա դանդաղացնում է գործընթացը։ Նորովի դժվարություններ պետք է հանդիպել կյանքում։ Նոր վերելքներ հաղթահարելու համար։ Բնականաբար նոր նշաձողերը սահմանելու եւ դրանք հաղթահարելու համար ես կարծում եմ, որ պետք է դու ինքդ մարտահրավերներ նետես եւ կարողանաս ավելի մեծամասշտաբ դժվարություններ հաղթահարել։ Իսկ հաշվապահությունը ես գիտեմ, որ բավականին երիտասարդ դեռահասային տարիքից սկսեց ձեզ հետաքրքրել։ Տեսեք, դեռևս դպրոցական տարիներից ես երկու մասնագիտություն էի թիրախավորել, դրանցից մեկը հաշվապահությունն էր եւ ծառայության ընթացքում ես ինքս մեծ ակտիվությամբ ուսումնասիրում էի հաշվապահական գրքեր եւ բնականաբար ծառայության ավարտից հետո ես ինքս ավարտեցի ուսումը եւ ընդունվեցի աշխատանքի
եւ մինչ այս պահը անընդհատ սովորելու գործընթացը շարունակում է։ Դուք ընդունվեցիք աշխատանքի այն ընկերությունում, որի տնօրենն եք հիմա, եւ աշխատանքային կարիերան սկսեցիք ամենացածր օղակից, որպես հաշվետար։ Շատ կարճ ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի արագ անցնեիք այդ բարձրանայիք սանդուղքներով։ Հաշվապահական մասնագիտության առումով առաջի աշխատատեղս եղել այն ընկերությունը, որտեղ որ հիմա աշխատում եմ, պարզապես նախկինում այլ անվանումով է եղել եւ ստացվեց այնպես, որ մեր նախկին հիմնադիրները նկատեցին իմ նվիրվածությունը աշխատանքի նկատմամբ, իրենց գրասենյակի նկատմամբ եւ հնարավորություն տվեցին, որի համար շատ շնորհակալ եւ եղտապարտ եմ եւ ես կարծում եմ կարողացա այդ հնարավորությունը օգտագործել հնարավորինս երբևիցե չունենալով կյանքում կառավարման ունակություններ, փորձ, նույնիսկ բիզնես գրքեր չկարդալով եւ կառավարման գիտելիքներ, համարժեք գիտելիքներ չունենալով մեծ դժվարություններով փորձեցի երկար տարիներ ընկերության բնականոն կյանք ապահովել եւ կարծես թե ստացվել է։ 15 տարի է։ 15 տարի, այո, 15 տարի եւ եթե ես հետահայացք եմ նայում, որ 15 տարվանից 7 տարին կարծես թե ավելի հեշտ իրավիճակ է, իսկ վերջի 7 տարիները մեծ դժվարություններ է, որովհետեւ մենք ավելի մեծապաշտապ աշխատանքներ ենք այս պահին կատարում եւ թիմի անձնակազմն ընդհանրապես փոխվել, մեծ անձնակազմ ենք ունենք այս պահին եւ ընդհանրապես այսօր հաշվապահությունը բավականին բարդ աշխատանք է դարձել, եթե համատենք նախկինում 10 տարվա հաշվապահական աշխատանքները, բավականին էապես փոխվել է մեր ծառայությունների մատուցման որակը եւ այն ինչ որ առաջանում ենք ավելի հեշտ է, քան այսօր։ Պարոն Խաչատյան, ասացիք հաշվապահությունը այսօր ավելի բարդացել է, քան այն շրջանում, երբ սկսեցիք աշխատել 15 տարի առաջ։ Բարդանալը ինձ թվում է, բարդանալը հարցի մյուս կողմն է։ Հաջորդ կողմը մենք ունենք մեկ այլ հարց, որ հաշվապահությունն այսօր ավելի արդիական է ու ավելի պահանջված է դարձել, այսպես է։ Այո, դուք իրավացի եք, այդպես է, հենց արդանանու զուգընթաց ավելի պահանջված է դարձել հաշվապահությունը, մասնագիտությունը շատ անհրաժեշտ է ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ ֆիզիկական անձանց։ Մենք գիտենք, որ արդեն Հայաստանում 2 տարի է, գրեթե 2 տարի ներդրվել է համընդհանուր հայտարարումը, եւ այստեղ արդեն ֆիզիկական անձինք նույնպես անհրաժեշտություն ունեն դիմելու մասնագետների, նույնիսկ խորհրդատվության համար կամ հայտարարի ներկայացնելու համար, եւ դրանով պայմանավորված մեծ պահանջարկ ունի այսօր հաշվապահությունը, եւ դրան զուգահեռ պետք է ֆիքսենք, որ պահանջարկ ունի պրոֆեսիոնալ մասնագետների, որովհետեւ ի սկզբանե շատ դժվար է տարբերակել պրոֆեսիոնալ մասնագետի եւ այն անձանց, որ սկսնակ են ոլորտի մեջ։ Այստեղ ունենք խնդիր, որը որ կարծես թե շատ բիզնեսներ կամ անհատներ վրանցներ են գրում ի սկզբանե համագործակցելով այն անձանց հետ, ովքեր որ այդքան էլ մասնագետ չեն։ Այո, հաշվապահությունը ի վերջո բիզնեսի հիմնաքարերից մեկն է։ Իմ կարծիքով նախկինում ավելի շատ կարևորություն է տալիս հաշվապահությանը, քան այսօր, բայց պետք է դիտարկել, թե ինչպիսի հաշվապահության մասին է խոսքը։ Իսկ քիչ առաջ նշեցի, որ կան հաշվապահներ, ովքեր որ այդքան էլ մասնագիտացված չեն։ Հենց այդ պատճառներից եւս մեկն է դա, որ հաշվապահությունը այսօր կարծես թե այն արժեքը չունի, ինչ ուներ առաջ։ Չէ, հիմա արժեքն ավելի է բարձրացել։ Հիմա ցանկացած ֆիզիկական անձ հաշվապահական գիտելիքները ինչ որ առումով նաև պարտավոր է իմանալ։ Տեսեք, պարտավոր է ունենալ, բայց գնահատումը հաշվապահները իրենց այդպես որպես գնահատված որս կան իրենց կատարված աշխատանքի համար, հավատացնում եմ ձեզ, չերևացող աշխատանք է ինքը, շատ չերևացող աշխատանք է եւ շատ դժվար է գործընկերոջը կամ ֆիզիկական անձին փոխանցել, թե ինչ աշխատանք ես կատարում։ Տեսեք, ես կարող եմ մի օրինակ բերել, ենթադրենք ծանրամարտիկը մի քանի վայրկյանում բարձրացնում է, ծայրաձողը եւ ստացվում է դառնում է Եվրոպայի կամ աշխարհի մեդալակիր, բայց այնպես չէ, որ մի քանի վայրկյանում են դառնում մեդալակիր։ Այդ աշխատանքը ինքը կատարել է ժամանակին, քրտնաջան աշխատանք։ Ես համատություն տանելով հաշվապահության հետ կասեմ, որ հաշվապահությունն էլ մեկ նախադասությունով պատասխանել հարցին, դա մեծ քրտնաջան աշխատանք է, որը որ չի նկատվում այդ աշխատանքը, թե ինչ աշխատանք ես կատարել ժամանակի, որը կարողանում ես շատ պրոֆեսիոնալ ձևով մատուցել եւ սպառիչ պատասխաններ տալ։ Արդյունքի ժամանակ է արդեն երևում, թե ինչ քրտնաջան ու ինչ չափ աշխատանք ես կատարել։ Այո, համաձայն։ Ցանկացած մասնագիտության գծով։ Միանշանակ ցանկացած մասնագիտություն, ես այլ մասնագիտությունների մեջ այդքան խորացված չեմ, բայց վստահ եմ, որ ցանկացած մասնագիտություն ունի բարդությունների, դժվարությունները եւ կողքից նայելով հեշտ կարող է թվալ ինքը աշխատել եւ մեջը լինել հասկանալ թե ինչպես դժվարություններ կա։ Պարզապես ամեն անձ պետք է զբաղվի այն մասնագիտությամբ, որը որ իրենն է,
բայց ոչ թե միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում մենք գիտենք, որ այդպես չէ, շատ մարդիկ զբաղեցնում են այլ մարդկանց տեղը։ Իրենք իրենց աշխատատեղը չեն զբաղեցնում, եւ դրանով է պայմանավորված, որ շատերը բավական չափի առաջընթաց չեն ունենում։ Save Invest-ը հաշվապահական ծառայություններից զատ նաև այսօր շատ մեծ ծառայություններ է առաջարկում, խորհրդատվական ծառայություններ, այս շարքը կարելի է շարունակել։ Կարելի շարունակել, անհայտ տեսեք, այո, մենք մեր հիմքը հենց հաշվապահական ծառայություններն է եւ այսօր մեր հիմնական ծառայությունները հիմնված են հաշվապահական ծառայությունների մասով, բայց փորձում ենք օժանդակ ծառայությունները նույնպես աջակցել բիզնեսին, դա իրավաբանական ծառայություններն է, բիզնես պլանավորումն է, մոնիթորինգային աշխատանքներն են եւ նույնիսկ բիզնեսը ունենալով առանձին իր ոլորտային խնդիրները, մեր ընկերության աշխատակազմը նաեւ դուրս գալով այդ ոլորտի առանձնատկությունները փորձում ենք այդ ծառայությունները մատուցել եւ բացի այդ արդեն երկար ժամանակը մենք իրականացնում ենք հանրօգուտ աշխատանքներ, սեմինարներ ենք վարում եւ ֆիզիկական անձանց համար եւ իրավաբանական անձանց համար։ Սա արդեն 2 տարի է մենք դրացել ենք մեր ծառայությունների շրջանակներին որպես հանրօգուտ աշխատանք։ Ֆիզիկական անձանց, հա, անհրաժեշտ է տարրական հաշվապահական գիտելիքներ։ Այսօր կարծես թե պարտադիր պահանջ է դարձել։ Այս առումով ընկերությունը որքանով է փորձում օգնել օժանդակել մարդկանց իրենց կողքը լինել։ Ֆիզիկական անձանց մասով այո շատ կարևոր է որպես ֆինանսական գրագիտությունը բարձրացնեն, սակայն անձիկ այլ մասնագիտությունով աշխատելով կամ աշխատանքներ կատարելով դրան զուգահեռաբար շատ դժվար է որպես կանոնը ֆինանսական գրագիտությունը բարելավեն, բայց եթե դիտարկենք անհատական եկամուտների հայտարարումը Հայաստան առաջին երկիրը չէ, որ այդ գործընթացը ներդրել եւ ինչ որ չափով այո ֆիզիկական անձինք պետք է պատկերացում կազմեն, որպեսզի կարողանան պլանավորումը ճիշտ կատարել իրենց եկամուտների, իսկ խորհրդատվության մասով մենք բավականաչափ աշխատանք ենք կատարում, ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից դուրս, տարբեր բուհերում եւ այդ գործընթացը մենք շատ ակտիվ իրականացնում ենք ամբողջ մեր կազմով եւ նույնիսկ անվճար խորհրդատվություն ենք տալիս ցանկացած զանգերի կամ նամակագրություններին մեր մասնագետներ համբերատար բոլոր հարցերին պատասխան տալիս են։ Մասնագետների ընտրության հարցը։ Ես գիտեմ, որ բավականին մեծ թիմ եք ղեկավարում, մասնագետների ընտրության հարցում չունեցանք խնդիրներ։ Ունեցանք եւ Հայաստանում այսօր ոչ միայն հաշվապահական ոլորտը, առնչվելով մնացած ոլորտների հետ, մենք ունենք մասնագետների մեծ խնդիր, մասնագետների մասին է խոսքը, ովքեր որ արդեն պատրաստի կադրեր են եւ հաշվապահության պահանջարկը շատանալով ել ավելի է խնդիրը խորացել։ Բնականաբար այդ խնդիրները կան ինչպես մեր ընկերությունում, այնպես էլ այլ ընկերություններում, հաշվապահական ընկերություններում, բայց մենք փորձում ենք այդ խնդիրը մենք լուծել մի քանի եղանակներով, մենք ունենք նաև մեր դասապարտների վարումը, որի միջոցով կարողանում ենք ներգրավել կադրեր, որ հետագայում մեզ մոտ աշխատում են, մնում են եւ շարունակում են այդ աշխատանքը եւ տեսեք մեր Safe Invest-ը 15 տարվա մեջ բազմաթիվ կադրեր է տվել, որոնք աշխատում են այսօր տարբեր հաշվապահական ընկերություններում, տարբեր ընկերություններում, պետական գրեթե բոլոր համակարգերում մեր ընկերության աշխատակիցներով, ովքեր մենք ենք իրենց կարելի ասել զրոյից կադրեր ենք դարձրել։ Նաև մեր առաքելությունից մեկը դա է։ Կամա թե ակամա դարձել եք ուսումնական գործընթացի կրող։ Այո, եւ սիրով ենք այդ աշխատանքը կատարում, տեսեք, եղել են այո շատ կադրեր, ովքեր որ մասնագիտական դռները բացել ենք ամբողջությամբ եւ տիրապետել են, բայց բիզնես իրականացնելիս, նման գործունեություն իրականացնելիս պետք է հաշվի առնել, որ այո նման գործընթացներ լինելու են, որ դու սովորացնես եւ այդ մարդը մի տեղ կարող ես մտածել, որ այդ գիտելիքները վաղ էր տրամադրելը եւ այդ գիտելիքների հետ նա չի կարողանում ճիշտ օգտագործել եւ նույնիսկ իրեն է վնաս պատճառում։ Այստեղ ունեցել են խնդիրներ եւ գիտելիքները մասնագիտական փորձը փոխանցելուց պետք է դիտարկենք թե ունենք այդ փոխանցում, որովհետեւ գիտելիքը ին կարծիքով զենք է եւ այդ զենքը պետք է փոխանցես ճիշտ մարդկանց, որպեսզի հետագայում վնաս չտա իրենց եւ այլ մարդկանց։ Ես գիտեմ, որ նաեւ Հայաստանից դուրս եք ծառայություններ մատուցում, ժամանակի պահանջարկը, թելադրանքը դարձավ դա։ Այո, վերջին տարիներին էլ ավելի ակտիվ տեմպով կարծես թե դա արդիական է դարձել եւ ԵԱՏՄ երկրներում եւ ԵԱՏՄ երկրներից դուրս, բայց չեմ ասի, որ մեր ծառայությունները հավասարաչափ բաշխված են Հայաստանից դուրս եւ Հայաստանում, հիմնական շեշտը Հայաստանի վրա է, բայց Հայաստանի դուրս նույնպես մենք թիրախավորում ունենք եւ ցանկանում ենք այդտեղ նաեւ զարգացում ունենալ, որովհետեւ դա եւ աշխատողների համար է նոր մոտիվացիա եւ ընկերությունը որպես այդպեսին ավելի ճկուն է դառնում։
Այ հաջողության հասնելու, հաջողություն գրանցելու համար ամենակարևոր պայմանը ո՞րն է։ Բախտի գործոնը, աշխատասիրությունը։ Ինձ թվում է կա այդ գործոնը, որ ճիշտ ժամանակին ճիշտ վայրում պետք է հայտնվել, ամեն ինչ ու շատ մարդիկ հնարավոր է մեծ աշխատանք կատարած լինեն եւ այդպես էլ արդյունքի չհասնեն, բայց միևնույն է պետք է շարունակել անընդհատ աշխատանք կատարել։ Մենք գիտենք, որ աշխարհում շատ մասնագետներ, շատ գյուտարարներ բազմաթիվ փորձերից հետո կարողացել են հասնել դրական արդյունքի եւ մասնագիտության մեր կայացման մեջ պետք է անընդհատ աշխատանք կատարել, այսինքն չի կարելի, այսինքն թևաթափվել 1-2 բաստողներից կամ խոչընդոտներից, ինքնագնահատականը պետք է փորձել միշտ պահել միջինից բարձր մակարդակում, այն դրա անկումը եթե լինում է շատ մեծ խնդիրներ կարող է առաջացնել, ինքնագնահատականը շատ կարևոր է, պետք է պահպանել եւ համառորեն ամեն օր աշխատանք կատարել։ Եվ սկզբնական փուլում ըստ ինձ շատ կարևոր է պլանավորումը։ Սկզբնական փուլում էլ ավելի կարևոր է, տեսեք, եթե դուք չեք պլանավորում, չեք ծրագրավորում ըստ ինձ ձեր առօրյան, շաբաթական, կարճաժամկետ, երկարաժամկետ կամ միջնաժամկետ ձեր պլանավորումները չեք ունենում, թե որպես անձ ձեր կարիերայի պարագայում, թե որպես բիզնեսի կարիերայում պետք է այդ պլանավորում ունենալ եւ հստակ այդ պլանավորումով շարժել, ոչ թե օրվա հրամայականով աշխատանք կատարել։ Տուժում է դրանից աշխատանք։ Բնականաբար, որովհետև եթե դուք չեք ունենում հստակ ծրագրեր, տեսեք, այսօր միայն հաշվապահական ոլորտի մեջ չի անհայտ, շատ ոլորտներում մարդիկ կարծես թե այդ միջակայության գործընթացի մեջ են հայտնվել եւ անընդհատ մրցավազքի մեջ են եւ օրվա հրամայականով են շարժվում։ Ես ինքս որպես անհատ եւ որպես մեր ընկերությունը մենք փորձում ենք ունենալ մեր ծրագրերը եւ չներքաշվել այն մրցավազքի մեջ, որը կարող է մեզ բացառապես թողել միջակայության մեջ։ Այսինքն մենք ունենք մեր ծրագրերը, իհարկե դիտարկում ենք ինչ է կատարվում մեր շուրջ բոլորը, բայց մեր ծրագրերից չենք փորձում շեղվել։ Դա շատ կարևոր գործոն է, երբ անհատ նույնպես։ Պարոն Խաչատրյան, դուք որքանով եք կարևորում կազմակերպության ղեկավարը տվյալ մասնագիտությանը լիարժեք տիրապետելը։ Պարտադիր պայման լինի։ Պարտադիր պայման է, ես բոլոր ոլորտերի մասով դա չեմ կարող ասել, որովհետև եթե չեմ տիրապետում կարող են այնպեսի ոլորտներ լինեն, բայց այն ոլորտներից, որից առնչվում եմ ոչ միայն հաշվապահական, իրավաբանական ծառայությունների մասով, բնականաբար պետք է մասնագիտական կրթություն լինել եւ այստեղ կառավարման փորձով պետք է դիտարկել թե տվյալ ընկերության ինչ գործառույթներն է կառավարում, աշխատակազմն է կառավարում, մարքեթինգը, վաճառքները եւ այլն, այսինքն ինչ է կառավարում, բնականաբար այդ կառավարման գործընթացում պրոֆեսիոնալիզմը պետք է եւ առանց դրա շատ դժվար է լինել եւ բիզնեսի կյանքը դանդաղելու է։ Այսինքն դժվար է այդ բիզնեսի դանդաղելու կյանքում, օրինակ ես ինքս որ սկսել եմ, 2009-10 թվականից որ սկսեցի կառավարման գործընթացներ իրականացնելը, այ հենց այդ ժամանակ չունենալով համարժեք փորձը եւ գիտելիքները դա դանդաղացնում էր մեր բիզնեսի աշխատանքը, բայց դրա գոյատևումը փորձեց պահել իմ համար աշխատասիրությունը։ Բայց եթե ես լինեի պրոֆեսիոնալ, ել ավելի մենք առաջընթաց կունենայինք բնականաբար։ Դե ամեն ինչ արժևում է։ Այո։ Ասում են փոքր մարդիկ շատ բան են պահանջում ուրիշներից, իսկ առավել խելամիտներն իրենցից։ Կարող եք արդյոք ենթադրել, որ ինքներդ ձեր առաջ ավելի մեծ խնդիրներ դնելով ու դրանք հաղթահարելով եք այսօր ունեցել այն, ինչ ունեք։ Շատ կարևոր հարց բարձրացնեցիք, տեսեք, ըստ ինձ իմ մարդկային տեսակը այնպես է, որ եթե նույնիսկ կոնֆլիկտի մեջ եմ հայտնվում կամ ինչ-որ խնդիրներ են լինում, բացի այն, որ դու դիտարկում ես, թե դիմացինը ինչ սխալներ թույլտվեց, առաջին հերթին դու դիտարկես, թե դու ինչ սխալներ թույլտվեցիր, որ հայտնվեցիր այդ իրավիճակում, նույնիսկ եթե քո վաստողումները եւ սխալները այդ ամբողջ խնդրի շուրջ կազմեն 10% կամ 1%, դու պետք է կենտրոնանաս քո խնդիրների վրա, որը որ ես նաեւ քարոզում եմ, այսպես ասած, մեր աշխատակիցներին, որոնք որ ֆիքսվել են մեր խնդիրների վրա եւ փորձել մենք մեր խնդիրները կարգավորենք, դա է նաեւ որ նշեցիք հաջողության գրավականը, ինձ թվում է նաեւ դա է, որ դու կարողանաս քո խնդիրները անընդհատ շտկես, բարելավես եւ դիմացինի խնդիրը իր խնդիրն է։ Ինքը կլուծի թե չլուծի դա իր խնդիրն է։ Դու քո խնդիրները պետք է կարգավորես։ Այո, մենք հաճախ չենք տեսնում մեր խնդիրները, այստեղից է գալիս ամեն ինչ։ Ես ինքս արդեն շատ վաղուց, տեսեք, ես նաև իմ հարազատների շատ ժամանակ ասում եմ, պետք է կյանքում սովորել ես նկատի չունեմ կարդալ եւ այլն, ես նկատի ունեմ սովորել անընդհատ իրավիճակներից եւ ցանկացած իրավիճակից հետևություն անել եւ առաջընթաց ունենալ։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ այդ ունակությունի մեջ կարծես թե կա, որ ես փորձում եմ ցանկացած իրավիճակում
թիրախավորել իմ բացթողումները, հա, ինձ որ ասում են, ինչ բան շատ լավ ես կատարել, հաճելի է եւ այլն, ես ուզում եմ հասկանամ, թե բայց է լավ կատարելուց ինչ նեղ սխալել եմ կատարել, որտեղ ինձ ավելի շատ հետաքրքրում են իմ բացթողումները, որոնց վրա աշխատանքը կատարեմ։ Այս Save Invest ովքեր կարող են դիմել, ում համար հատկապես կարող է ընկերությունը շտապօգնություն դառնալ։ Կարծես թե մենք բոլորի համար մեր դռները բաց են, բայց կան որոշակի սկզբունքային մոտեցում, որը դրանք պահպանում են վերջին տարիներին, դրանք այն գործընկերներն են, այն բիզնես իրականացնողներն, ովքեր որ պետության առջև արդար չեն եւ պատասխանատվություն չունեն եւ փորձում են իրենց բիզնեսը կայացնել հարկերի քիչ վճարման հաշվին եւ մենք այդպիսի դիմողների հետ կարծես թե աշխատանք չունենք կատարել, որովհետեւ մեր աշխատանքը եւ բիզնեսի աշխատանքը նաեւ պետության զարգացման համար է, ուստի պետք է ուղղակի հասկանալ, որ պետք է օրենսդրության շրջանակներում հնարավորինս քիչ հարկեր վճարել, այլ ոչ թե դրանք խախտումներով շրջանցել, հա, մենք հենց այդ հնարավորությունն են տալիս, մեր մասնագիտական պրոֆեսիոնալիզմը հենց դրանում է կայանում, որ օրենսդրության շրջանակներում ինչպես կարելի է քիչ հարկեր վճարել, ճիշտ պլանավորություն, ռազմավարություն իրականացնել։ Չեն կարող դիմել այն մարդիկ, ովքեր որ կարծես թե պետության հանդեպ արդար չեն։ Այո, հայրենասիրության դրսևորումներից մեկն էլ թերևս սա է։ Միանշանակ, որովհետև ես շատ ուրախությամբ տեսնում, որ մեծ գործարաններ կարող են Հայաստանում բիզնես ստեղծել եւ որոշակի բիզնեսներ ստեղծում են Հայաստանում նույնիսկ շահություն ունենալով իրենց նպատակն է, որ ինչ որ չափով մեր պետությանը հարկեր վճարեն։ Շնորհակալ եմ անկեղծրույցի համար, կա ինչ որ բան, ինչի մասին կուզեիք խոսել, որ չարց։ Ես շնորհակալություն ուզում եմ հայտնել Safe Invest-ի այսօրվա անձնակազմին, ինչպես նաև մինչ այս պահ այս 15 տարիների ընթացքում շատ աշխատողներ են աշխատել եւ բոլորից էլ անհատապես շնորհակալ եմ, որ իրենք իրենց աշխատանքով, իրենց ամենօրյա նվիրումով նպաստել են ինչպես մեր ընկերության այսօրվա կայունացմանը եւ նաեւ մեր պետության համար, հա, շատ հանրակոտ աշխատանք են կատարել, կարելի ասել օգնել են հարկահավաքության հարցում ներկա եւ նախկին աշխատողներին եւ շնորհակալ եմ Աստծուն, որ մեզ հնարավորություն է տալիս ամեն անգամ դժվարությունները կարողանալ հաղթահարել եւ չընկճվել։ Շնորհակալ եմ, որ հյուրի կաք։ Ես շատ շնորհակալ։ Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակ սրահ, վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։